ղեկավարին ընդունելու համար եւ այսպես 3-4 գիշերը լուր ստացանք երկու սպանության մասին, ավելի 3 սպանության եւ մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, քիչ առաջ ասացին, որ վիրավորում ստացած մարդը, որը հիվանդանոցում էր, ուշքի է եկել, քննիչների հետ է խոսել, հիմա սպասում է զարգացումներ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ժողովուրդ, իրոք շոկի մեջ ենք, գիշերը ես մեկ-մեկ արտանում եմ այն պատերազմների ժամանակ, որ գիշերը զանգել են, ասել կռիվը վեր կաց գնում ենք, այտենց սովորության համաձայն միշտ ժամը 2-ին 3-ին վեր եմ կենում, մի հատ էս բան կոչվածը նայում, էս Facebook կոչվածը, ու շատ դաժան էր, որ արդեն այնտեղ մեր այդ համայնքի ղեկավարի սպանության փաստը լսեցինք։ Ուրեմն համայնքի ղեկավարության փաստը քիչ չի, հետը իր ընկերների ավելի ճիշտ նաև սպանվելն ու հիվանդանոց տեղափոխել մյուս ընկերոջը, հետագայում էլ իմացանք, որ ներքին գործերի ինչ-որ բաժնի աշխատակիցներ են, էդ էլ ավելի էր վատ իմ համար այն առումով, որ ոչ մի բանի առաջ, ոչ մեկը հաշվի, ոչ մի առաջ չի կանգնում, ոչ մի բանի առաջ, այսինքն չիմանան ում հետ են, ոնց են, ինչ են, նախ սկսենք նրանից, որ այդ տղեն 4 երեխա ուներ, երկրորդը, այդ ինչ պիտի արածներ, որ ասենք սպանեն, մի հատ էլ հետ գնան, գան մի հատ էլ կանտրոլնի, այս ինչ դարեղավ, այ ձեր ցավը տանեմ, այսինքն կոնկրետ մարդուն վերացնելու փաստ էր։ Հիմա Նիկոլ ջան, երևի դուք այդ բանը տեսել եք, այդ դրվագը հաստատ տեսած կլեք, չնայած կարող վախեցած լինեն, ձեզ ցույց տված չլինեն, շատ սառնասրտորեն այն մեր են ազգային ժողովի կոտորածի նման, որ տղեկը մտան, այդ նայրին բանը մտան, այնց պլաշը հաքը, շատ սառնասրտորեն, շատ հանգիստ, ոնց որ այդ մարդը իմանա, որ պիտի գնա ու սպանի, այսինքն ոչ թե պիտի գնա սպանի այդ նախ, պիտի գնա սպանի ու գնա իրանց տուն ու ոչ մի բան էլ իրեն հետ չի լի։ Այ այդ ձևով ես այդ կադրի մեջ տեսա այդ բանը։ Ինչի համար էր դա ես չհասկացա։ Ես դատախազ չեմ, ես դատավոր չեմ, որ ինչ որ մի բան, չգիտեմ, իր տեղը դնեմ կամ չգիտեմ ինչ անեմ, ես ասեմ, ես ով եմ, որ ես ասեմ։ Բայց քանի օր արդեն գոնե հետ քնել չգտնել, մի քիչ դաժանա, գոնե նամուս ունեցեք ձեր աշխատակից ընկերոջ խաթեր այդ գործը բացահայտեցեք, ձեր աշխատակից ընկերոջ, ձեր ֆորմեն հագնող տղու խաթեր գոնե այդ գործը բան արեք, հայտնաբերեք, տեսեք որը որից հետո է, թե չբացահայտել, չբացահայտել, այդ ինչ, ամենահեշտ բանը չբացահայտելն է, ոչ էլ հանցագործը չբացահայտվելն է, այդ ոնց կարա տենց բան լինի, չնայած որ նրա հանգիստ քայլելուն, նրա հանգիստ սառնասիրտ գործ անելուն, հիմա գիտեք ինչ, անձամբ ես, դրա մեջ ասենք մարդիկ ասում են սրանք են, մեկը Նիկոլնա, մեկը Պողոսնա, Պետրոսնա, մեկն Ալեննա է, սենա, ես այտենց բաներ քավլիցի չեմ կարա ինձ թույլ տամ ասեմ, բայց ես այդ մարդու հանգիստ քայլվածքի մեջ տեսա կամ դրսի ինչ որ մի հատ օղլի սենց գա հանգիստ իրա գործանի, որ իրեն ոչ ոք չի ճանաչում 5 րոպեից հետո փախչելու ակոր չի գնա, կամ էլ մի հատ անենց մարդ, որ այդ մարդուն ամեն ինչ ասացա, որ դու արխեին, այդ մարդը գնաց արավ։ Ես անձամբ, նորից եմ ասում, ես դատախազ չեմ, որ մեկի դատեմ, ոչ էլ դատավոր, բայց ես անձամբ դրա այդ գործնեության մեջ, այդ կադրերի մեջ ու քանի որ նաև չբացահայտվելը, նաև ես այդ կադրերի մեջ տեսա այդ իմ մտածածը, որ այտենց հանգիստ ու ազատ վերջին հաշվով 4 երեխու հերես սպանում, վերջին հաշվով բացարձակ մեծամասնությամբ ընտրված մի համայնքի ղեկավար է սպանում, վերջին հաշվով ջահել տղա է սպանում,
վերջին հաշվով մենակ չի այդ տղեն, էլի մարդիկ կան հետը, խնդրեմ, այդ ամեն ինչն անելուց հետո ես չեմ հասկանում հայ մարդը կարար անեց սառնասրտորեն մոտիկանար մի հատ էլ կոնտրոլնի խփեր ու գնար, մի քիչ իմ համար աբսուրդ է, նորից եմ ասում, անձամբ ես ոչ թե չեմ մեղադրի որևէ մեկի, չէ, տենք չի, ես այդ մարդը չեմ զգացել եք, բայց այստեղ լուրջ բաներ կա, որ իրար կողքի ես դնում, մի քիչ լավ չի ստացվում այն պահը, որ այս մարդը առանց հովանավոր այդքան բանը հաստատ չէր կարա անի։ Չգիտեմ, միգուցե ով ինչ ոնց կասի, համենայն դեպս նրա այն սառնասիրտ, այն հանգիստ, այն քայլելուց, այն կոնտրոլնի խփելուց հետո էլ բախի են մեկին էլ կոնտրոլնի չխփեց։ Չի մենակ ես մեկին կոնտրոլնի խփեց։ Ուրեմն մենակ ես մեկն էր պետք որ համանքի ղեկավարին կոնտրոլնի խփի։ Մի քիչ դաժան էր համենայն դեպս էդ էր, չգիտեմ։ Էդ հլա ասենք իրա տեղը, բա այդ իրիկունը լսում ենք այն հատուկ գործերով հանձնակատար, հա տենց եմ հիշում, չգիտեմ սխալ եմ հիշում, ճիշտ եմ հիշում են մեր այն Սանկտ Պետերբուրգի այդ տղեն։ Արա տեսքով էլ տղա, նորմալ էլ տղա, բա գամ խոսամ, մի հատ ուզում եմ կապանվեմ Հայաստանի հետ, ինչ չեն թողում բանման, սենց լսած, շուտ լասում ենք արած, գալու ես ինչեր ասես տղեն բան, ես ինչ լավ տղա, ես ինչ ուժեղ տղա է, մեկ էլ տենում ենք, որ Հայաստանի հյուպատոսության մեջ մեռնում է մարդ, որը որ նախորյակին ինչ որ հայտարարություն արել ես Facebook կոչվածով, դրա չեմ կարասեմ դրա հետ կապված, բայց համենայն դեպս որ զուգահեռներ է ստանում, այդ ոնց եղավ այդ ջահել առողջ տղեն, այտենց ինքնասպան եղավ։ Մեկը դա կոչվում է Հայաստանում մի գիշերվա մեջ 2 զո, Հայաստանում, նա արաբկիր համայնքում էր, նա էլ հյուպատոսարանում հայկական, կապ չունի հյուպատոսարանը Մոզամբիկում է, Մոսկվայում է, Ամերիկայում է, թե չգիտեմ Թուրքիայում է, եթե հյուպատոսարան Թուրքիայում դե չունենք հարցետի չի, բայց եթե հյուպատոսարանը նա կոչվում է հայկական տարածք, իմ համար շատ ցավալի է այդ երկու ջահել տղին այսօրվա օրը կորցնելը, շատ ցավալի է, ես նաև այս խոսքի վրա մի բան ասեմ, ներողություն պարոն Չելիգարյան, ուղղակի հասկանալի է, չէ՞, հանձնվող մարդը, որ գնացել էր հանձնվող, ինչ պատճառ ունի ինքնասպանություն գործել։ Դե հիմա շատ կասեն ուզում էր հանձնվի, մենք էլ ասում ենք մի հանձնվի, սպասին էլ վռազը մեր երեխուն կնգան կարոտել էր ինքնասպան եղավ, էդի ամեն ինչ էլ կասեն, էլի, դրանք ամեն ինչ էլ կարան ասեն, հիմա ինքնասպանություն խի պետք է ուզերանի, որ ուզում էր հանձնվի, գա իրան երկրում, խոսի, ասի, միգուցե, հետո այդ մարդը, այդ կյանք տեսած մարդը տենց հեշտել չի, գնա ու ասենք թե խոսքի բան անի, ինքնասպանություն անի, այդ մի քիչ դժվար բաներ, բայց ամեն դեպքում, եթե գրանցել են, եթե կարում են ապացուցեն, որ ինքնասպանություն է, Քավլեցի, Մարիամ ջան, մենք ինչ անենք, ես անձամբ ինչ անեմ։ Ես այդ մարդու նախորյակի հայտարարությունն էլ լսեցի, առավոտ ցեքին ես կադրերն էլ տեսա ու ահա որ ծանր տարա։ Դե մնացածն էլ ես չեմ կարա, չգիտեմ, շատ դժվար էր, համենայն դեպս տեսանք այն ինչ եղավ այս մի երկու օրվա ընթացքում։ Նաև մեր այս տղաների ֆոնի վրա ասեմ, այսօր Արցախյան այն բենզինի պայթյունի օրն է, ցավակցություններս բոլորին Տիկին Անժելա Մարուսիա, ես պիտի գայի ձեր չկարացի ամենայն դեպս բոլորին, Գագիկին բոլորին ցավակցում ենք ընտանիքներին։ Էդ էլ մի ճակատագիր էր, որը որ միջ այսօր չկա պատասխանատվություն ընդունող որևէ մեկը, չգիտեմ, դա կարևոր չի իմ համար արցախցի կլիներ, երևանցի կլիներ, հայաստանցի թե ով, դա էլ պիտի պատասխան տային, բայց ոչ մեկը պատասխան չտվեցին, չգիտեմ խի։ Իրենց վերջին համագումարում դուք տեսաք Նիկոլ Փաշինյանը անկանոն բղավում է, կեցե մեր նահատակները, կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Իմիջալոց։ Եկի եկավ նաև, արդյոք հիմա հասարակությունը այդ ուտում է ներողություն ասամ։ Մարիամ ջան, ես կարամ մի բան ասեմ։ Այն ինչ են ասում արհեստական բանականություն, հա։
ես պապայի գերեզման, ես ինչքան նայել եմ, ես մտածել եմ, որ դա արհեստական բանականություն է, ու նոր այսօր, որ օֆիսում տղեկ կային բան խոսում էին, այտենց, շատ նենց մի լուրջ բան էին անում, ինձ ապացուցեցին, որ դա այդ բանականությունը չի, դա իրոք ասել է, այդ կոմունիստաբար, այդ ամեն ինչը տենց, այդ ճիչերը, այդ կեցենները, այդ բարևները, բրավոնները, հիմա ես ուղղակի նայում էի, որպես են մուլտիպլիկացիոնները, հա, ես որ նոր կան, ես կներեք, Ժողովուրդ ջան, պապայի գերեզմանով եմ երդում, ես չէի հավատում, որ դա իրոք կլինի, հիմա էլ չեմ հավատում, բայց եթե արելա, դա թող մեր ժողովուրդը, մեր հասարակարգը մտածի, իմ համար շատ վատ էր, շատ տհաճ էր, որ եկավ զոհերի, մայրերի համար ուզեց խոնարհվի ինչ-որ բան ասի ու տենց էլ չասեց մինչև վերջ, դա որովհետև ես կարամ հուզվեմ, որ մեկը կարա հուզվի, բայց սկսեմ ձեզանից Մարիամ ջան, ոչ դա իրավունք ունի լրագրողը հուզվի տենց հարցի համար, ոչ էլ ասենք երկրի ղեկավարներից որևէ մեկը չեն հուզվում, այլ պատասխանում են կամ հոգեպես իրենց խոսքը տալիս են ժողովրդին, դա ես շատ վատ տարա, սիրուն չէր, չգիտեմ, ահա որ նույնիսկ կամաչեցի, որ եկավ հերթը մեր զոհվածների կանանց մայրերին ու այդ մարդը խոսք չգտավ ասի, իմ համար մի քիչ դաժան էր, չգիտեմ, վատ էր ամենայն դեպս։ Են էլ ասեմ, որ իր խոսքի մեջ ասեց, որ հայ կանայք են ինձ պատգամել այս ամենը անել, հա, էլի հայ մայրերի, հայ մայրերն ինչ են պատգամել, ցավդ տանեմ, այս խեղճ կանանիքին, այս խեղճ ժողովրդին, խի եկը տենց քաշում այդքան բաների մեջ ախար, ինչի համար, երեխեքը տվին, իրանց ամուսիններին ուղարկեցին, հացով, ջրով, վեշով, որ ես եմ տեսել, ուղարկեցին կռիվ, որը խեղճերը կոտորվեցին, որը վիրավոր, որը ձեռը կորցրած, աչքը, ոտը կորցրած, եկան հիմելի բարդում եք իրանց վրա, մնչի հիմար, ինչ են պատգամել, պատգամել են ասել ար մարդուս տարը սպանի, ար մարդուս տար ոտը կտրի, աչքը հոնի, թե ձեռը կտրի, ար երեխուս տար ինչ ուզում ես ար, մերկու պիղծ, սրիկա, կինկա, այդ գերինների մերա քուրա, թե ընդ կներեք, թե չգիտեմ արտանտանյական կապերի մեջ ինչ-որ մեկն է, ասում է, դե երախեք են էլի ոչիչ, դե հիմա իմանանք, թե խոպան աշխատում են, մերկու կապեք են տալի, դե մերկու կապեք փող ենք տալի, ոչիչ, յոլա են գնում, երեխեք են կդիմանան, բացի այդ մի քանի այդ սրբապիղծներից, այդ երեխա կորցրածներ էլ կան, էլի, որ սրբապղծություն են անում, բացի դրանցից, մի քիչ դաժան է, էլի Ժորժ ջան, եկեք այս կանանց նորից եմ ասում, մի քիչ զերծ պահենք, այս դաժան իրավիճակից զերծ պահենք, գոնե ասենք իրար հետ վիզ դնենք, պոզիցիա, օպոզիցիա դես դեն, մի քիչ մաքուր գոնե կարանք, մի բան անենք, այդ մարդկերանց սիրաշահենք, օրական մեռնող, մահացել է, այս ինչի կռվի, այս ինչ հերոսի մայրը, մահացել է հայրը, եղբայրը, լավ էլի եկեք մի քիչ այդ մարդկերանց դրության մեջ մտնենք, մի բանով օգնենք, թե մարալնի, թե նենց, ես չեմ հասկանում, կարելի է այսքան ասենք, այս ամեն ինչի մեջ այսքան հակահայկական լինել։ Հա, հասկացանք, դե հիմա ինչ անում եք, նախընտրական ինչ-որ բաներ ա, դուք ձերը պտի ասեք, նրանք իրանցն ասեն, կարող ա վախտին ձերես ինչ անում եք, դրա 20%-նել են, նրանք արածել են, դուք ավելի իհարկե ամեկի արած են ֆոկուսը, դուք հիմա լրիվ ընդհանրացրել եք, գումարել, հաշված նաև ձեր իմացած ֆոկուսները, սաղ բռնում եք, տանում եք, փակում եք, սարկում եք, չգիտեմ այդ ինչ եք անում, բռնեցին տարան, սրբազանին տերորիստներ դարան, ուզում էին պայթեցնեն, կոտորեն, ջեբներն ուզում էին մեխեր լցնեն, ավտոների պագրիշկեքը ծակեն, էս անեն, են անեն, լավ էլի ինչ պդի անեին, էլի ինչ պդի անեին, կամ հետով էր այդպես բաներ ասեմ, կամ այսօր գործը կարելն էդ ինչ մի տենց դաժան բանա,
Են Արմինե Մելիքսեթյան, աղջիկ ջան, ինչ ես անում, ախր դու պետք է որ ընտանիք ունենաս, չունենաս էլ Աստված տա ունենաս, երեխա ունենաս, բա պատմության դասերի մեջ որ գրեն Սրբազանին դատելա Արմինե Մելիքսեթյանը ու ձեր երեխեն իմանա ու դես ու դեն ու հենց նիզաշտոա դատել, բա այդ երեխեն էլ այդ դպրոցը կգնա, բա այդ երեխեն էլ այդ դպրոցում կարա դաս սովորի, կամ այդ երեխուն էլ հանգիստ կտան դաս սովորի, ես չեմ ասում, այո, դուք եթե ծառայում եք կառավարությանը ինչ-որ բաներ, չեմ ասում, անաս դրեք ու ասեք ես եմ, նախ չեք կարա, Նիկոլ Փաշինյանը կանգնեց ասեց, դուք պատկերացնում եք, որ լինի մի դատավոր, որ ինձ չի ենթարկվի իմ ասածը չանի, ճիշտ է չեք կարանեք, չանեք իր ասածը, հարց չկա, բայց գոնե Սրբազանի բանի հետ կապված, մի քիչ ասեք, մենք չենք դատում, կամ հիվանդացեք, ինչ է, դպրոցում ինչքան եք հիվանդացել սուտ դաշտ սովորելու վրա, մի հատ էլ տեղ էլի հիվանդացեք, այդ օրը մի արեք, ամեքը ձեզանից գցեցեք, թե չէ դա բաներ կա, որ ասենք, հա իմ նմանի վրա ինչ էլ դնեք կսազը էլի, բացի են ինչ են, հոմոսեքսուալիզմը, իմ վրա ինչ էլ տնեք կսազա, բացի այդ կեղտոտ այդ մասը, հա, կսազա, բայց դիտ Սրբազանի բանի հետ կապված, ինչեր եք անում, ինչ կարիք կա, չգիտեմ, պետքան տենց, չգիտեմ, երեխեք շատ վատ իրավիճակներում ենք հայտնվում կամաց, Ետքը պատկերացնում եք? Մարիան ջան, ճիշտնա չեմ ուզում պատկերացնել, եթե ես պատկերացնեմ այն ինչ տենում եմ, ու ինձ դե շատ են հարցնում էլի, բայց Չլինգան ջան ինչ կա մի ասա շենքը շենք, թաղը թաղ, հայատը հայատ, գործի տեղը, ընկերության մեջ, ասում են դու շփվում ես ինչ կա, ու դուք պատկերացրեք, ես իմ պատկերացրածը ասեմ թե ինչ կա, դուք պատկերացնում եք, դրա համար ես չեմ ուզում պատկերացնեմ, այ այնքան վատ ու տհաճա որ չեմ ուզում պատկերացնեմ,